Այսօր բժշկական առաջնահերթություններից մեկը արհեստական բանականության ինտեգրումն է շաքարային դիաբետի բուժման և վերահսկման մեջ։ Նորարար սարքերը հնարավորություն են տալիս մեկ ծակոցով շուրջ մեկ շաբաթ վերահսկել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։ Երկար տարիներ այս համակարգերն անհասանելի են եղել մեր երկրում։ Այժմ դիաբետ ունեցողները կարող են օգտվել նոր սերնդի տեխնոլոգիաներից, հեշտացնելով բուժման ընթացքը։ Տարբեր նեղ մասնագիտությունների բժիշկները հավաքվել են քննարկելու շաքարախտի կառավարման արդի մոտեցումները։ Կարծում եմ հայ բժիշկներն ու բուժառուները պատրաստ են գլյուկոզայի մոնիթորինգի համակարգի օգտագործմանը։ Բոլորս հասկանում ենք դրա կլինիկական առավելությունները, թե ինչպես կարող է այս տեխնոլոգիան օգնել շաքարային դիաբետի ամենօրյա կիրառմանը։ Գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգը փոխում է դիաբետ ունեցողների կյանքի որակը։ Հիպոգլիկեմիաների ժամանակ այն ազդանշան է տալիս, ինչը նպաստում է կանխարգելիչ միջոցառումների նախաձեռնմանը։ Վտանգը մեծ է հատկապես գիշերը, քնած ժամանակ արյան անկումները կարող են բերել ինֆարկտի, ինսուլտի և սրտի կանգի։ Այս համակարգը, այս ուղեցույցը հնարավորություն է տալիս կանխատեսելու քնելուց առաջ նա կունենա այդ շաքարի անկումը, բնականաբար միջոցներ ձեռք կառնի, եթե դա սպասվում է, կարող է ինսուլինի դոզան պակասեցնել, կարող է դեղահաբը եւ կարող է վերջին հաշվով մի փոքր սնունդ ընդունել։ Մի խոսքով իրեն կապահովի, այսպես ասած կապահովագրի քնի մեջ սրտի կանգից։ Համակարգն աշխատում է արհեստական բանականությամբ, ինչը հեշտացնում է դիաբետի վերահսկումը։ Լինելով ժամանակակից սարք, ունի արհեստական բանականության գործիքակազմը, որը շատ կարևորվում է այսօր բոլորի կողմից եւ այդ գործիքակազմը կիրառելով էլ ավելի մեծ հնարավորություններ է տալիս սարքը, ինչպես նաև հատկապես կանխատեսելու հնարավոր գլյուկոզայի տատանները եւ իջեցումները գիշերային։ Գլյուկոզայի շարունակական մշտադիտարկման պատասխանները հասանելի են լինում միանգամից մի քանի օգտատիրոջ սմարթֆոններում։ Սա անհրաժեշտ է հատկապես բարդությունների առաջացման բարձր ռիսկ ունեցող բուժառուների համար՝ տարեցներ, հղիներ, երեխաներ։ Կարծում եմ, որ սա մեծ հեղաշրջում կլինի Հայաստանի համար, քանի որ բավականին կբեռնաթափի բժշկի առօրյա աշխատանքը եւ կարծես կարելի է հեռավար բժշկության ընդհանրապես եւ արհեստական բանականության ներդնումը հատկապես առաջնային օղակի, որի այսպես ասած պատասխանատուն նաեւ ես եմ, թերապևտների եւ առաջնային օղակի, ես կարծում եմ շատ մեծ սա խթան է, որպեսզի բեռնաթափի իրենց առանցնել բավականին լարված աշխատանքը։ Մասնագետները լիահույս են, նորարար սարքի լայնամասշտաբ կիրառումը կկրճատի դիաբետի պատճառով մահվան ցուցանիշները, շեշտակի երկարացնելով բուժառուների կյանքի տևողությունը։ Արամ Մարանդյան լուրեր։